Երևի իմ եւ ԿՊ-ի հայոց լեզվի բացատրական բառարանները իրարից տարբերվում են։ Ինչ պատասխանեմ դրան։ Ազատություն։ Պարոն Մամիջանյան, տարածաշրջանային իրավիճակի հետ կապված երեկվանից Իրան-Ադրբեջան, Իրան եւ Ադրբեջանի միջև է նաեւ լարվածությունը, ես ուզում եմ հարցնել քաղաքացիական պայմանագրից հայտարարեցին, որ ամեն դեպքում անկախ այս տարածաշրջանային լարվածությունից Հայաստանը բոլոր խնդիրները հասցեագրում է եւ բոլոր ռիսկերը կառավարելի են։ Դուք հետևում եք, կարծում եմ հետևում եք Հայաստանի գործողություններին այս առումով եւ ինչպես է գնահատում են անվտանգային միջավայրը, որ այս պահին կա Հայաստանի շուրջ եւ ինչ է կարծում բավարար ջանքեր է գործադրում այս պահին կառավարությունը այդ ռիսկերը կառավարելու առումով։ Լավ, այս արձագանքեք։ Ուզում եմ խնդրում, որ ջանքերը անվտանգության խորհրդի նիստ հավաքելը, կարողացել են զանգել, բոլորով հավաքվել։ Դրա ես ինչ եմ մեկնաբանում։ Ասում ես տարածաշրջանում լարում է, խնդիրներ կան, մի քանի երկրների նկատմամբ իրականացվել են այս կամ այն ծավալի գործողություններ, ասում եմ ես մի տարուց ավել առաջ դրա հետ կապված հանձնաժողով էի սարքել։ Այս լուրջ Փաշինյանի պատասխանն է, ես կատակ չեմ անում։ Ասում եմ ես մի տարուց ավել առաջ սրա հետ կապված հանձնաժողով էի սարքել։ Ախր հնարավոր չի լուրջ մեկնաբանել դա, ես դրա ինչի լուրջ մեկնաբանեմ։ Բրկվեցինք, վсё, հանձնաժողով է սարքել։ Այնպես որ գործողություն չկա, որ ես այդ գործողությունը մեկնաբանեմ կամ չմեկնաբանեմ։ Դա առաջին։ Երկրորդ, ես ոնց կարող եմ հիմնվել ԿՊ-ի ասացի վրա։ Ես ուզում եմ հիշեցնել, որ 44 օրյա պատերազմից մի քանի ամիս առաջ Լիլիթ Մակունսը, որ այն ժամանակ իշխող ֆրակցիայի ղեկավարն էր, հետո էլ Ամերիկայում դեսպանն էր, երաշխիքներ էր տալի, որ Թուրքիան չի ներգրավվելու Հայաստանի դեմ ռազմական գործողությունների։ Ես դրա ինչ մեկնաբանեմ։ Հա, որ սխալ դուրս գան այս ամեն ինչը, ինչպես սովորաբար, որ սխալ չէ, սուտ։ Հետո ասելու է լայնացավ իմ մտահորիզոնը։ Ուղղակի խնդիրը կայանում է նրանում, որ ինչքան Փաշինյանի մտահորիզոնը լայնանում է, այնքան Հայաստանը նեղանում է։ Այդ մեծ խնդրեմը կա։ Ուստի ես չեմ կարող մեկնաբանել այն փաստը, որ իրանք կարողացել են անվտանգության նիստ հավաքել Դիլիջանի եւ Էջմիածնի իրենց կուսակցական գործողումների արանքում եւ հիմա տեղի ունեցող ամբողջ աշխարհին մտահոգեցնող գործողությունների հետ կապված գեոպոլիտիկ ռահվիրա Նիկոլ Փաշինյանը մի տարուց ավել առաջ հանձնաժողով էր բաց։ Ինչը սրես մեկնաբանը։ Ինչ են արել, որ մի հատ մեկնաբանեմ։ Երբ որ կտեսնեմ թե կոնկրետ ինչ են արել, այդ ժամանակ կարողանամ մեկնաբանել։ Այս պահին այն փաստը, որ անվտանգության խորհրդում ինչ որ մարդ կարողանում է հեռախոսից օգտվել եւ կազմակերպել 10 հոգու հավաք, ես դա մեկնաբանել չեմ կարող։ Պարոն Մամիջանյան, այդ դեպքում ըստ ձեզ ինչ պետք է արվել, որ չի արվում։ Այդ արդեն շատ ավելի հետաքրքիր հարց է։ Ես ուզում եմ մի օրինակ բերել։ 2008 թվականին, երբ որ սկսվեցին ռազմական գործողություններ Ռուսաստանի եւ Վրաստանի միջև, այդ ժամանակ օլիմպիական խաղերի բացումն էր, եւ նախագահ Սարգսյանը Հայաստանում չէր։ Արտերկրից նախագահ Սարգսյանը կապ հաստատեց այն ժամանակվա Իրանի նախագահ Ահմադինեջադի հետ եւ որոշակի ծավալով, շատ մեծ ծավալով ստրատեգիական ապրանքների պաշար խնդրեց։ Մեջը մտնում էր, եթե չեմ սխալվում, դիզել վառելիք, ցորեն եւ եթե չեմ սխալվում բենզինային վառելիք, բայց դա կարևոր չէ, թվերը հրապարակած կան։ Իմիջիայլոց ես չգիտեմ այդ ռեզերվի հետ ինչա տեղի ունեցել համենայն դեպս մենք թողել ենք այդ ռեզերվը, չգիտեմ հիմա ինչ է կատարվել դրա հետ։ Վառ օրինակ թե ինչպես պետք է վարվել, երբ որ հայ-հայա տարածաշրջանը պայթելու է։ Անհրաժեշտ է իրականացնել որոշակի կանխարգելիչ գործողություններ։ Այլ ոչ թե ուրախ նստել ասել, գիտես ինչ, ես խաղաղություն եմ բերել, մեզ ոչ մի բան չի կպնի։ Իսկ գագաթնակետը ես երբեք չէի մտածի, որ ինքը սրան կհասնի։ Արժեքառավարություն հարցու պատասխանի ժամանակ, երբ որ անդադար թիրախավորվում էր իրական կանդակ ուտելու փաստը, Փաշինյանը ասեց բառացիորեն հետևյալը. տեսակ, մենք կարկանդակ կերանք, Արաբական Միացյալ Էմիրությունների թագաժառանգը, ղեկավարը եւ այլն դա տեսան,
դե գիտեք, սաղ օրը Էմիրությունների ղեկավարությունը Փաշինյանի TikTok-ին է հետևում, ուրիշ առանձնապես գործողություններ չի անում, եւ դրանից հետո իրանք գնացին եւ ցուցադրելու համար, որ Դուբայում ամեն ինչ անվտանգ է, մոլի ռեստորանում հաց կերան։ Այ տենց աշխարհացունց տղա է, ինչի՞ եք թերագնահատում իրան։ Ոչ, չէ, Աստված մի հարացը։ Շնորհակալություն։ Սիվիկեյը Շնորհակալություն, պարոն Մամիջանյան, ձեր խոսքում նշեցիք, որ Հանրապետական կուսակցությունը շնորհակալ է բոլորային քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնց հետ ինչ որ շրջան գործակցել է։ Երեք հայտնի դարձավ, որ պատիվ ունեմ խմբակցության անդամ պարոն Մարտուն Գրիգորյանը որոշել է գալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցել Գագիկ Ծառուկյանի Նոյան Տապանի միջոցով, նրան հոգեհարազատ է առաջարկ Հայաստանին։